Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շրջայցերն ու հանդիպումները բնակիչների հետ շարունակական բնույթ են կրում։ Օրերս Կաթնախպիր գյուղի բնակիչների խնդրանքով հերթական այց ներկայացել բնակավայրի 3-րդ փողոցում, որը սուբվենցիոն ծրագրի շրջանակում 65% համայնքային եւ 35% կառավարության հատկացումներով հիմնովին վերակառուցվել է։ Կատարվել են շուրջ 4260 քառակուսի մետր մակերեսով հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներ։ Փողոցի ողջ երկարությամբ կառուցվել է նաեւ ջրահեռացման համակարգ։ Հանդիպմանը բնակիչները շնորհակալություն են հայտնել համայնքի ղեկավարին անհարթ եւ երթևեկության համար խնդրահարույց ճանապարհահատվածի բարեկարգման համար, ապա քննարկվել են ընթացիկ աշխատանքները եւ ներկայացվել գյուղում առկա առաջնահերթ խնդիրները։ Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ Հայաստանի մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Այս մասին գրառել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ Փաշինյանը տեսանյութեր հրապարակել նշելով. «Շատ քաղաքացիներ հարց են տալիս, ինչպես ենք պատրաստվում կառավարել մեր երկրի անվտանգային սպառնալիքները, մանավանդ որ խաղաղության հայտարարությունների արանքում հնչում են հայտարարություններ, որոնք չեն բխում հաստատված խաղաղության տրամաբանությունից»։ Իմ պատասխանն այս հարցին էլի նույնն է՝ լեգիտիմություն։ Լեգիտիմությունը մեր միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հիմնված քաղաքականությունների վարումն է։ Այդ լեգիտիմությունը մեզ թույլ է տալու երկու բան։ Առաջինը, որ մենք ի տարբերություն նախկինի որևէ սահմանափակում չունենանք աշխարհի որևէ գործընկերոջ հետ, ռազմատեխնիկական համագործակցություն սահմանելու, զենք զինամթերք ձեռք բերելու ըստ անհրաժեշտության։ Դա գործնականում տեղի է ունեցել մեր իրական Հայաստանի գաղափարախոսության շնորհիվ։ Երկրները հերթով մեզ հետ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի շուրջ համագործակցության սահմանափակումները հանում են։ Այս ամեն ինչը պատերազմի համար չի պետք, խաղաղության համար է պետք։ Մեր բոլոր դիրքորոշումների, քաղաքականությունների հիմնվելը մեր ինքնիշխան եւ լեգիտիմ իրավունքների վրա ուրիշներին սահմանափակում է բոլոր դեպքերում եւ մեր հնարավորությունները մեծացնում է բոլոր դեպքերում։ Լեգիտիմությունն է առանցքային գործոնը, որ պետք է ապահովի մեր անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը երկարաժամկետ կտրվածքով։ Լեգիտիմության հիման վրա մենք կարող ենք զարգացնել մեր բանակը, ձեռք բերել սպառազինություն, ռազմական տեխնիկա, իրականացնել բարեփոխումներ միջազգային գործընկերների հետ, ինչը եւ անում ենք։ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սաուդյան Արաբիայի թագավորության խորհրդատվական խորհրդի Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավար Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, ընդգծելով, որ չնայած երկկողմ դիվանագիտական հարաբերությունների համեմատաբար կարճ պատմությանը, Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջև ձևավորվել է ակտիվ քաղաքական երկխոսություն եւ բարձրաստիճան շփումների դինամիկ զարգացում, ինչը նպաստում է փոխշահավետ համագործակցության խորացմանը։ Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խմբի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, մասնավորապես նշելով. «Ինձ եւ իմ գործընկերների համար մեծ պատիվ է հանդիպել ձեզ հետ։ Մենք ամենաջերմ ընդունելությանն ենք արժանացել այստեղ։ Ինչպես նշեցիք, չնայած ընդամենը 2 տարի է անցել մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատումից, մենք արդեն իսկ տեսնում ենք որոշակի նախանշաններ, որոնք վկայում են հարաբերությունների դրական զարգացման մասին»։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման եւ փոխվստահության մթնոլորտի ձևավորման գործընթացը, նշելով, որ Հայաստանը պատրաստակամ է շարունակելու կառուցողական քայլերն այդ ուղղությամբ։ Պատվիրակության ղեկավար Ալի բին Մուհամմադ Աշ-Շահրանին իր հերթին նշել է, որ Սաուդյան Արաբիան ողջունում է Հայաստանի կողմից տարածաշրջանային խաղաղության հաստատման ուղղված ջանքերը, պատրաստ է աջակցել այդ գործընթացին երկխոսության եւ համագործակցության միջոցով։ Կողմերը կարևորել են Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջև քաղաքական, տնտեսական, գործարար կապերի ամրապնդումը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կրթության, զբոսաշրջության, սպորտի եւ մի շարք այլ ոլորտներում գործակցության ընդլայնման հնարավորությունները։ Երկուստեք դրական է գնահատվել վերջին տարիներին երկրների միջև զբոսաշրջային հոսքերի աճը, ընդգծելով, որ այն վկայում է երկկողմ հետաքրքրության եւ վստահության աճի մասին։
Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը նոյեմբերի 8-ին հայրապետական այցով մեկնել է Հնդկաստան, ուր հանդիպումներ կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց մարդասիրական ճեմարանի տնօրինության եւ ուսուցչական կազմի հետ ճեմարանի գործունեությանն առնչվող հարցերի շուրջ։ Նորին սրբությանն ուղեկցում են Մայրաթոռի միաբան գերաշնորհ Տեր Հայկազուն arczepiskopos Նաջարյանը, Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, վեհափառ հայրապետի հանձնակատար հոգեշնորհ Տեր Գրիգոր Մինասյանը։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվի։ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։ Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև 5 տարի քննվող եւ ավելի քան 10 տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունը, գրել է Քերոբյանը, հավելելով, որ մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք, 3 ձերբակալվել էր էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Անահիտ Ավանեսյանը ծանոթացել է Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի նոր եւ վերազինված պայմաններին։ Բաժանմունքը նախատեսված է արագ բուժօգնություն կարճատև հոսպիտալացում տարբերակիչ ախտորոշում պահանջող իրավիճակների համար։ Նախարարը նոր բաժանմունքի բացումը համարել է կարևոր քայլ մայրաքաղաքի բնակչությանը որակյալ շտապ բուժօգնությամբ ապահովելու եւ համաճարակաբանական անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը սպասարկում է պետական պատվերի շրջանակում, համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։ Նորաբաց բաժանմունքում կարող են սպասարկվել բոլոր տարիքային խմբերի անձինք։ Միջազգային եւ տեղական բոլոր ժամանակակից չափանիշներին համապատասխան կահավորված բաժանմունքում հասանելի են նաեւ լաբորատոր եւ գործիքային ախտորոշման շուրջօրյա ծառայություններ։ Եկամուտների հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետից հետո հայտարարտուն սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող է օգտվել, թե ոչ։ Հարգելի քաղաքացի, 2024 թվականի հաշվետու տարվա համար սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե մինչև սահմանված վերջնաժամկետը հարկայի մարմին եք ներկայացրել էլեկտրոնային ստորագրությամբ ավերացված հայտարարագիրը։ Սակայն կարևոր է իմանալ նաև, որ եթե ձեր հայտարարագիրը սահմանված ժամկետում հարկայի մարմին չեք ներկայացրել եւ այն համարվել է ներկայացված հարկայի մարմնի կողմից նախալրացման արդյունքում, ապա կարող եք վերջնաժամկետից հետո ներկայացնել էլեկտրոնային ստորագրությամբ ավերացված ճշտված հայտարարագիր եւ օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Իդեպ, եթե մինչև սահմանված վերջնաժամկետը ներկայացրել եք էլեկտրոնային ստորագրությամբ ավերացված ձեր հայտարարագիրը, սակայն հաշվարկային փաստաթղթի բացակայության պատճառով չեք ստացել սոցիալական ծախսի փոխհատուցում, ապա սոցիալական ծախսի առկայության դեպքում համապատասխան հաշվարկային փաստաթուղթը դուրս գրվելուց հետո կարող եք ներկայացնել ճշտված հայտարարագիր եւ օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29, ապա Բենյամին Ժամկոչյանի անվան թիվ 119 անվան դպրոցներում ձևավորված քննական կենտրոններում հետևել է կամավոր ատեստավորմանը։ Երևանում եւ Հանրապետության բոլոր մարզերում ձևավորվել են 53 քննական կենտրոններ, որոնք կահավորվել են համապատասխան սարքավորումներով, ապահովել գերարագ ինտերնետային կապով։ Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են նոյեմբերի 8-ից 30-ը։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ է ներկայացրել ավելի քան 8400 մանկավարժ։ Առաջինը ատեստավորման քննություն հանձնում են աշխարհագրություն, ինֆորմատիկա առարկաներ դասավանդող ուսուցիչները։ Համապատասխան գրանցվել է 313 289 մասնակից։ Նախարարը քննական կենտրոնների պատասխանատուների հետ քննարկել է կազմակերպական աշխատանքների հետ կապված հարցեր, հույս հայտնելով, որ ատեստավորման արդյունքները դրական կլինեն, արդարացնելով մասնակիցների սպասումները։ Կամավոր ատեստավորման քննություններն անցկացվում են էլեկտրոնային ձևաչափով։ Համաձայն ընթացակարգի արդյունքների մասին ուսուցիչները իրազեկվում են անմիջապես քննության ավարտից հետո։ Բողոքարկումը կարող է ներկայացվել 24 ժամվա ընթացքում։ Հիշեցնենք, ուսուցիչները քննական կենտրոնում պետք է ներկայանան մեկնարկից առնվազն 30 րոպե առաջ անձը հաստատող փաստաթղթով։ Ուսուցիչներն իրենց հետ պետք է ունենան նաև համակարգ մուտք գործելու տվյալները, մուտքանունը եւ գաղտնաբառը։
Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի։ Մասնավորապես տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե թեթև մարդատար ավտոմոբիլների եւ մինչեւ 3.5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների վրա տեղադրված չեն ձմեռային անվադողեր։ Երկրորդ, սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհային պայմաններում շահագործման համար նախատեսված ձմեռային անվադողերի նախշանկարի մնացորդային բարձրությունը նշված ճանապարհային պայմաններում երթևեկության ժամանակ 4 մմ եւ դրանից պակաս է։ Նախատեսված պահանջների խախտման համար գործում են վարչական պատասխանատվության միջոցներ։ Ոստիկանության առաջնահերթություններից է քաղաքացիների կյանքի եւ առողջության համար անվտանգ միջավայրի ձևավորումը։ Երթևեկության մասնակիցներին ոստիկանությունը հորդորում է պահպանել երթևեկության անվտանգության կանոնները, ձեռք բերել ձմեռային անվադողեր, թույլատրելի պահպանաշերտով, ցուցաբերել գիտակից, իրավակարգ եւ օրինապահ վարքագիծ։ 17-ամյա Վահե Սուքասյանը դարձել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Սուքասյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ կիսել առաջինից երրորդ հորիզոնականները, լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Ստեփան-Ծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիտորինգի կենտրոնից փոխանցում են, հանրապետության մարզերում նոյեմբերի 9-ից 13-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ից 3 աստիճանաբար կբարձրանա եւս 1-ից 2 աստիճանով։